Դասախոսություններ, գործնական եւ դաշտային պարապմունքներ, այցելություն հանքարդյունաբերական հսկայի տարածք։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի եւ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ու երկրաբանության ֆակուլտետի համագործակցությամբ երկրորդ անգամ կայացավ Պատանի երկրաբանի ամառային ճամբարը։ Այն մեկնարկեց բանախոսություններով, հարց ու պատասխանով կոմբինատի գործունեության, երկրաբանի դերի եւ կարեւորության մասին։ Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի խոսքով ճամբարի հիմնական նպատակը տարիներ անց որակյալ մասնագետներ ունենալն է։ Մենք ունենք մասնագետների պակաս, հենց այն մասնագետների, որ սպეციფიկ են մեր ոլորտի համար, դա երկրաբաններն են, լեռնային ինժեներներն են, նրանց մասով մենք պակաս ունենք եւ այդ պակասը արդեն ավելի մեծ տարիքով մեր գործընկերների մասնագետների թոշականցնելու համընթաց մենք այդ պակասը ավելի մեծ ենք զգալու եւ պետք է քանի դեռ ժամանակ է, քանի դեռ ունենք այդպիսի մեր ավելի մեծ տարիքով ոլորտի մասնագետներ, մենք ժամանակ պետք է չկորցնենք եւ հիմա աշխատելով դպրոցականների հետ, երիտասարդների հետ իրանց բերել ոլորտ։ Երևանի պետական համալսարանի երկրաբանության եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանի խոսքով նախորդ տարվա ճամբարի արդյունքները տեսանելի են, քանի որ նկատվում է ոլորտի հանդեպ հետաքրքրության աճ։ Անցած տարվա աշակերտներից 3-ը արդեն այս տարի որպես առաջի կուրսի ուսանող ընդունվել են Երևանի պետական համալսարանի աշխարհագրության երկրաբանության ֆակուլտետ երկրաբանության մասնագիտությամբ։ Ընդ որում աշակերտներից մեկը մինչև ճամբարի մասնակցությունը ուզում էր դառնալ իրավաբան։ Հետո ճամբարից հետո արդեն որոշում փոխեց։ Եվ 3 աշակերտ էլ ուրեմն մյուս տարի նոր պետք է ընդունվեն։ Հասարակության մեջ կարող է շատերը չեն գիտակցում այդ մասնագիտության դժվարությունն ու կարևորությունն է, բայց ես վստահ եմ եւ մենք էլ որպես կրթական հաստատության ներկայացուցիչ ամեն ինչ անում ենք ուրեմն որպեսզի հասարակության շատ լայն շերտեր հասկանան, գնահատեն, գիտակցեն տվյալ ոլորտի կարևորությունը, դժվարությունը, ինչու՞ նաեւ որպես բարձր եկամտաբերության ոլորտ։ Ճամբարի երկրորդ օրն անցավ գործնական միջավայրում։ Աշակերտներն այցելեցին կոմբինատ, ծանոթացան արտադրական գործընթացին եւ անվտանգության կանոններին։ Եթե անկեղծ չէի պատկերացնում, որ իրականում այսքան գեղեցիկ կլինի այստեղ։ Զարմանալի է, բայց այստեղ փոշի էլ չկա, շատ դուր եկավ այս վայրը։ Կարծում եմ, որ այս ոլորտը ինձ կհետաքրքրի ու մյուս տարի եւս կայցելեմ այս ճամբար, քանի որ դեռ ունեմ մասնագիտական կողմնորոշման կարիք։ Ճամբարին մասնակցելու արդյունքում շատ մեծ տպավորություն ունեցա, հատկապես քարայրի ուսումնասիրության արդյունքում։ Մասնակից 30 ճամբարականները հենց Սյունիքի մարզից էին, ընտրվել էին հայտ ներկայացրած 80 դպրոցականներից։ Նախապես հարցաթերթիկներ են տեղադրվում եւ հայտարարություններ են տեղադրվում համացանցի եւ նաեւ համագործակցում ենք Սյունիքի մարզի կրթության վարչության հետ, մարզպետարանի կրթության բաժնի հետ եւ դպրոցականները մոտիվացիոն նամակներ են գրում, ինչու մասնակցեն, ինչն է պատճառը, որ ուզում են մասնակցեն ճամբարին։ Հետագայում անցկացնում ենք հարցազրույց եւ արդեն իսկ եղած մոտիվացիոն նամակների հիման վրա եւ հարցազրույցի հիման վրա ընտրում ենք մասնակիցներին։ Պրոֆեսորադասախոսական կազմի համար կարևոր է պատանիներին տեսականից բացի գործնական գիտելիքներ փոխանցելը։ Մեր ուսանողական տարիներին նման հնարավորություն չի եղել, խոստովանում են ոլորտի պատասխանատուները։ Այս կերպ նրանք ավելի լայն պատկերացում են կազմում ոլորտի մասին եւ ուշադրություն դարձնում աշխատանքին մեծ պատասխանատվությամբ վերաբերվելուն։ Երբ որ մենք ասում ենք միներալ, ապար, հանքային միներալ, ոչ հանքային միներալ, իրենց մոտ դրանք վիրտուալ են, դրանք թվացial են, բայց այստեղ երբ որ ջարդելուց արդեն իրենց ձեռքով գտնում են մոլիբդենիտը, տեսնում են խալկոպիրիտը, իրենց արդեն բացատրում ենք պիրիտի ու խալկոպիրիտի տարբերությունը, ենթադրենք, իրենք արդեն հասկանում են ինչի համար են։ Ճամբարի վերջին երրորդ օրը հագեցած էր դաշտային հետազոտական աշխատանքներով, իսկ երեկոն անցավ ավելի ընկերական մթնոլորտում, խարույկի շուրջ ազգային պարերով։ Մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր, որից հետո ձեռնարկության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին դիմեց պատանիներին։ Երկրաբանությունը, հանքարդյունաբերությունը զարմանալի ոլորտներ են, որոնք միավորում են անցյալը, ներկան եւ ապագան։ Երբ ուսումնասիրում եք երկրի կառուցվածքը ժամանակակից մեթոդներ կիրառելով, դուք դա անում եք ապագայի համար։ Իհարկե, երկրաբանությունից բացի այլ մասնագիտություններ կան, որոնք կապ ունեն հանքարդյունաբերության հետ։ Դրանք նույնպես գիտելիքների բարձր մակարդակ են պահանջում։
Պատանիները խոստովանում են, երրորդյա ճամբարը կարողացավ փոխել պատկերացումները հանքարդյունաբերության վերաբերյալ։ Ես այլ կերպ էի լրիվ պատկերացնում այդ աստիճաններ եւ այլն դրանք երբևիցե չեմ պատկերացրել։ Չէի պատկերացնի, որ այդքան մեքենաներ են այդտեղ աշխատում, ես մտածում էի մի 5-6 մեքենա է այդտեղ աշխատում, բայց չէի պատկերացնում, որ այսքան ծանր մեծ աշխատանք է կատարվում հանքարդյունաբերության ոլորտում։ Մեծ հետաքրքրություն ձեռք բերեցի երկրաբան մասնագիտության վերաբերյալ եւ հասկացա թե որքան կարեւոր է երկրաբան մասնագիտությունը մեր երկրի եւ ամբողջ աշխարհի համար։ Մեր մեջ ոնց որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը արդեն շատ կարևոր է դարձել, մինչ այդ մենք կարող ասենք չենք պատկերացնում իր կարևորությունը, սակայն այցելությունից հետո հասկացանք թե ինքը ինչքան կարևոր է եւ մեզ եւ մեր երկրի համար։ Այսպիսով ճամբարը նպաստեց աշակերտների ունեցած գիտելիքների խորացմանը, մասնագիտական կողմնորոշմանը։ Ծրագրի պատասխանատուների խոսքով այն շարունակական կլինի եւ տարեցտարի կընդլայնվի։ Աննա Մելքումյան, Ռոբերտո Հանջանյան, Սյունիք, լուրեր։